Նոյեմբերան խոշորացված համայնքի հաղթանակի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ, բարի լույս բոլորիդ։ Ես գիտեմ, որ այսօր մեծ իրադարձություն կա հաղթանակ գյուղում, եզրափակիչն է մեր զոհված ազատամարտիկների, զինվորների հիշատակին նվիրված հուշամրցաշարն է, ափսոս չեն կարող ներկա գտնվել։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե ինչա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր մենք մտնում ենք, արդեն իսկ մտել ենք նոր որակի պետություն ունենալու գործընթացի մեջ։ Ինչով եւ այդ պետությունը, նոր որակի պետությունը մենք անվանում ենք պայմանականորեն եւ ոչ միայն պայմանականորեն 4-րդ հանրապետություն։ Եվ ինչով է նոր որակի պետությունը։ Պետությունը նոր որակի կրթության, որովհետև մենք ավարտում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, հաջորդիվ մեկնարկում ենք հաջորդ 300 դպրոց եւ 100 մոտավորապես երևի մանկապարտեզի ծրագիրը։ Բայց նաեւ նոր որակի խաղադաշտեր։ Մենք պլանավորում ենք հաջորդ 5 տարում Հայաստանի Հանրապետության համայնքներում 100 առնվազն 100 հատ նոր որակի խաղադաշտեր, կոմբինացված խաղահրապարակներ կառուցել, որոնք հարմարեցված կլինեն բասկետբոլի եւ ֆուտբոլի համար։ Իհարկե կան բնակավայրեր, որտեղ հատկապես մասնագիտացած են կամ ֆուտբոլի կամ բասկետբոլի համար, օրինակ տարբեր համայնքներում երեխեքը մոտեցել են, ասել են, որ մենք մեծ ֆուտբոլի դաշտ ենք ուզում, որ նորմալ վիճակի բերվի, այդ էլ կնայենք եւ անպայման կանենք։ Մենք նաեւ պլանավորում ենք 100 համայնքներում 100 երաժշտական դպրոցներ, սպորտ դպրոցներ եւ արվեստի դպրոցներ ստեղծել, որովհետեւ նոր հանրապետության համար նոր կրթությունը շատ կարեւոր է։ Նոր որակի խաղահրապարակներ, նոր որակի տնտեսություն եւ նոր որակի տնտեսության ամենակարևոր բաղադրիչը դա բաց ճանապարհներն են։ Եվ 2 օր առաջ, 3 օր առաջ կամ հիմա օրերը շատ խառնում եմ, որովհետև անդադ վազքի մեջ եմ, ամսաթվերն եմ նույնիսկ չեմ ֆիքսում, վերջերս նախորդ շաբաթ կամ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրեցին համաձայնագրի նախագիծը։ Այդ նախագծում արձանագրվեց, որ թրիփ նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին, մի հատ էլ լրացուցիչ պարբերություն եղավ, որ Հայաստանի Հանրապետությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ պահպանում է իր լիարժեք իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Սա ինչով է կարևոր, որ 5 տարի մեզ մեղադրում էին, թե մենք միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալիս, միջանցք ենք տալու։ Այս թեման, ախր այդ թեման, որ ասում եմ փակվեց, շատ կարևոր է հասկանալ, որ այդ թեման չի եղել, որովհետև եթե, բայց հիմա առավել ևս չկա, որովհետև ես 2020 թվականի նոյեմբերին եմ ասել, որ տենց բան չի կարող լինել, եւ իդեպ այս ֆորմուլան, որը մենք ստորագրեցինք Միացյալ Նահանգների հետ, 2021 թվականին մենք սեղանի վրա ենք դրած եղել, մենք առաջարկել ենք դա։ Կարող եք բացել 2021 թվականի հայտարարությունները, թղթերը, փաստաթղթերը եւ կտեսնեք, որ այն ինչ որ ստորագրվել է, մեծ հաշվով 21 թվականի առաջարկն է, բայց իհարկե հիմա շատ ավելի լավ։ Ինչով ավելի լավ, որովհետեւ եթե տեսել եք նախագահ Թրամփի մայիսի 28-ի գրառումը, որով նա լավ խոսքեր էր ասել իմ մասին, բայց նաև ինչի համար ես շնորհակալ եմ իհարկե, բայց շատ կարևոր էր նրա ստրատեգիական տեսլականը, թե թրիփ նախագիծը ինչ է իրենից ներկայացնելու։ Ոչ միայն երկաթուղի, այլև գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, որովհետև ինքը խոսում է էներգակիրների տարանցման մասին, արևելքից դեպի արևմուտք։ Մենք պետք է գնահատենք այս ինչ մասշտաբի ծրագիրը։ Սա ահռելի մեծ մասշտաբի ծրագիր է, որը ահռելի եկամուտներ է բերելու Հայաստանի, այդ թվում էներգակիրների մասով, որովհետև մենք կարող ենք նախընտրել, որ ոչ թե փող վերցնենք, այլ ասենք
տարանցման համար վերցնենք բնական գազ, տարանցման համար վերցնենք նավթ։ Դա մեր ընտրության եւ պայմանավորվածության հարցը։ Եվ իհարկե սա հազարավոր նոր աշխատատեղերի մասին է, բայց երկաթուղին հարավով անցնում, այսինքն Մեղրիով, դա եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան։ Եթե դուք վերցնեք, նայեք 90-ականների սկզբից մեր մամուլը մինչև բոլորովին վերջերս խոսում է Մեղրիի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին, անդադ տագնապներ, անհանգստություններ Մեղրիի հետ կապված, որը իդեպ մեր ընդդիմությունն էր բանանում, բորբոքում։ Ավարտվեց այդ թեման։ Ավարտվեց այդ թեման այդ թվում այդ ստորագրված թղթով, որովհետև եւ իմիջայլոց ամենալավ արձագանքը տալիս է շուկան։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի մարզում անշարժ գույքի գները 30% ավելացել են։ Կադաստրի կոմիտեի նախագահը այստեղ էր, պարոն Թովմասյան, որտեղ եք, պարոն Թովմասյան։ Վայ։ Պարոն Թովմասյան, ստեղ չի պարոն Թովմասյանը, լավ։ 30%-ով անշարժ գույքի գները աճել են նոյեմբերի օգոստոսի 8-ից հետո։ Հիմա այս ստորագրությունից հետո ավելի են աճելու։ Մեղրիում կոնկրետ գները անշարժ գույքի էականորեն աճել են։ Եվ այսօր Հայաստանը իր տնտեսության ամենամեծ զարգացման փուլը մտնում։ Այսօր Մեղրիում ժողովուրդ ջան կառուցում է Հայաստանի պատմության մեջ ամենաերկար կամուրջը 720 մետրանոց կամուրջ։ Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ավելի երկար կամուրջ չի ունեցել։ Կառուցվում է Ագարակ-Քաջարան հատվածը հյուսիս-հարավի, կառուցվում է Իրան-Հայաստան սահմանային անցման նոր կետը։ Բայց հիմա ես հյուսիսում եմ եւ պետք է հյուսիսի մասին խոսեմ։ Եվ մեզ համար անսպասելիորեն պարզվեց, որ արևելքի եւ արևմուտքի կապող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով։ Մենք օրինակ դրա մասին համոզված եմ ոչ մեկը չենք նկատել։ Նոր մեր դրսի գործընկերները, քանի որ արդեն նոր հնարավորությունները իրանք են գալիս ասում, ամենակարճ ճանապարհ արևելքի եւ արևմուտքի միջև անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Եվ անցնում է կոնկրետ Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով։ Եվ հիմա մենք աշխատում ենք, որպեսզի կոնկրետացնենք, որ գիծն է ավելի կարճ։ Ինչ ենք անելու։ Հյուսիսով կառուցվելու է Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով ավտոճանապարհ կամ եղած ավտոճանապարհները կամ բոլոր եղած ավտոճանապարհները Ադրբեջանից Հայաստան բեռնատարների համար բացվելու են վճարովի սկզբունքով։ Եվ ես ուզում եմ ասել, որ միայն այս փաստի բերումով Հայաստանում հազարավոր, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու եւ նոր տնտեսական հնարավորություններ են ստեղծվելու, որովհետեւ հազարավոր բեռնատարներ Հայաստանի տարածքով գնալ գալու են, սկսած ավտոսպասարկման կետերից, սկսած հյուրանոցներից, սկսած ռեստորաններից եւ այլն, ավտոպայստամասերի վաճառքից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա մեծ տնտեսական հնարավորություններ է բացում։ Բացի այս, հյուսիսային երկաթուղին պարզվում է ամենակարճ երկաթուղին է արևելքը արևմուտքին կապող։ Խոսքը Իջևան, Հրազդան եւ Վանաձոր, Գյումրի, Ախուրիկ երկաթուղու մասին է, որը սահմանով պետք է անցնի։ Եվ մենք հիմա աշխատում ենք, որովհետեւ Լերմոնտովոյի հատվածում Վանաձորի գիտեք, որ երկաթուղին Իջևանից գնում է Հրազդան, Վանաձոր չի հասնում։ Վանաձորից էլ գնում է Գյումրի։ Եվ հիմա Լերմոնտովոյի հատվածում մի կտոր կա, որ 6 կիլոմետր են ճյուղերը իրարից հեռու ընդամենը։ Մենք այդ երկու երկաթուղային ճյուղերը միացնելու ենք եւ ստանալու ենք հյուսիս արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը Հայաստանի Հանրապետության տարածքով։ Եվ սա նույնպես էական փոփոխություն է մեր կյանքում։ Նոր որակի սոցիալական ապահովություն։ Այսօր արդեն Այսօր արդեն մենք ունենք նոր որակի սոցիալական ապահովություն։ Առաջին անգամ Հայաստանում միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին
2018 թվականին ժողովուրդ նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ, այսօր 46,000 դրամա, պլյուս անկախիկ առևտրի դեպքում հետ վճարը։ Այսօր մենք ունենք առողջության ապահովագրության համակարգ, որը մինչև 18 տարեկան երեխաների եւ 65 պլյուս տարիքի անձանց համար վճարվում է ամբողջությամբ պետական բյուջեից։ Սա նոր որակի սոցիալական իրավիճակ է, որը մենք պետք է անպայման զարգացնենք։